Բանացայինեն գշարունակենք մեր հաղորդումը, հարգելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, անգամ եւս բարի առավոտ կմաղթեմ ձեր բոլորին, ձեզ յետեն ցանի հաղորդավար Հակոբը եւ Հուրին Բանացայինի ստուդիոներեն ներս մեծ ուրախությամբ բարի առավոտ պիտի ասենք Գաթողիկե հայոց զմարու բադրիարքական գղերի միապանության բադրիարքական փոխանորդ եւ զմարու վանքի մեծավոր Կերապայծար Մաշտոց Թակատիր Զայրակուն Վարդապետ Զահտերյանին բարի եկածեք Աստված օգնական Աստված բահավան շնորհակալ եմ Հուրի այս հյուրընկալության եւ այս առիթին համար Այո ամեն բան առաջ պիտի շնորհավորենք ձեր նոր բաշտոնի ստանցման արիտով եւ համբերություն մաղթենք ձեզի Աստված ձեր ուժը ավելցնե եւ նույն ժամանակ այսօր այդպես զուգատիբեցա որ մենք մեր ցավակցությունները հայտնենք ձեզի Սրբազան քահանայապետ Ֆրանչեսկոս Բաբի վախճանումին արիտով եւ անշուշտ մաղթենք որ գալիք օրերուն վստահաբար պիտի հետևին մեր ունգընտիրները մեր ագընտիրները եւ ձեր կորձնեությունը գշարունակեք հեզասա հանդածկով Բայման Աստծո գամքով Այո մենք պիտի այսօր անդրադառնանք մեր սուրբերուն պիտի անդրադառնանք հատկապես ցեղասպանության սուրբերուն բայց ամեն բանի առաջ մենք արդեն նախքան լայվ մեր ունգընտիրներուն հետ զրուցելը գխոսեինք Ֆրանչեսկոս Պապի մասին ձեր կարծիքով ինչպիսի ինչ ժառանգ ցկեց Ֆրանչեսկոս Պապը նկատի ունենալով որ յուրահատուկ քահանայապետ մներ ամեն իմաստով ընդրության օրեն մինչև օրս բավական նորություններ եւ բավական այսպես իրենք անունը դրած են հեղաշրջող իբրև բապ ըստ ցեզի ինչպիսի ժառանգ պիտի ցկե այս բապը Այք Սրբազան քահանայապետը այս բարեկային վախճանյալ Ֆրանչիսկոս Բաբը շատ մեծ օրինակ հանդիսացավ համայն մարդկության եւ նամանավանդ աշխարհի ղեկավարներուն եւ հեզությամբ, բարձությամբ, խոնարհությամբ եւ միշտ իր խոսքերի մեջ նամանավանդ քահանայապետական շրջանի սկիզբը գոչ կուղեր եւ տալու ծայրամասերը գտնելու աղքատները եւ ծառայելու իրենց Եվ այդ արմով նաև ինքը բավական փոփոխություններ հրաձեր Վատիկանի Մայրդաջարի, Սենքսու Պետրոս Մայրդաջարի գողքը եւ հadouk դերեր հատկացուցած էր այդ աղքատներուն իրենց հadouk բաղանիքներ շինածեր լոկանքի զուգարաններ հանգստանալու դերեր այսինքն եւ վագայեցեք որ Մայրդաջարի գողքը մինչեւ այսօր անոնք գաշխադին գործեն եւ այդ աղքատները գուքան եւ գոկտվին այս բաբը չէ եղած գետրոնի բաբ եղած էր ծայրամասեր բաբ կերտար ծայրամաս կերտար բանդ մարդոց ոտքերը լվալու այդ բարձությունը որպես համեստություն եւ որպես եպիսկոպոս Հռոմ քաղաքի եւ նաեւ դիեզերական եկեղեցու գլուխ ինք այդ սովորական բարձությունը ապվեցավ եւ այդ օրինակը դվավ նույն ադեն նաեւ ինքը չապվեցավ բաբական բալադի մեջը պիտի չմոռնանք ինքը ապվեցավ այո ապվեցավ սովորական այդ նույն սենյակի մեջ ու ինքը կացած է մասնակցելու կոնկլավի այսինքն ընդրական այդ ժողովին եւ մնաց այդ տեղը այդ Սանտա Մարտայի Սենքյուրադան մեջը մինչեւ իր վերջին օրը իր հոգին ավանդեց այդտեղ այս ժառանգը այս ուղերձը որ մեզի գուտա թե մենք հոգեվորականներս այնպես չէ որ մենք շատ բարձր մարդիկ ենք աստծո կողմէ ընդրված ենք հadouk առաքելության համար չենք ընդրված միայն աթորին համար աթորը ժամանակավոր է մադանին խաչը ժամանակավոր են պետք է ճիշտ տեղը օգտագործել բայց այդ բոլորը միջոցներ են ծառայելու մեր ժողովրդին եւ հասնելու բոլոր գարիքավորներուն նախ հոգեվոր արմով ոչ թե միայն դրամական հիմա ամեն մարդ կերնա դրամականը միայն հասկանալ բայց մենք չենք եղած բանկամը որ դրամներ պետք է աշխենք մարդոց նախ պետք է հոգեվոր ծառայը լիացնել մեր ժողովրդի որտեղ այդ հոգեվորն է որ ուժ գուտա դիմակրավելու դժվարությունները եւ նաեւ հարաճ երթալու կյանքի մեջ մարդահրավերներուն թեմ տնելու համար պետք է մեր հոգին զորավոր լավ որ կարողանանք միշտ ոտքի գանքնել այս կգարձեմ թե լավագույն օրինակն է այս լավագույններ են անշուշտ պատմության տածքին միշտ եղած են ինքը Ֆրանչեսկո անունը որ ընդրեց Ֆրանչիսկոս կամ Ֆրանցիսկոս որ գսենք Սուրբ Ֆրանչեսկոս Ասիզացի օրինակին հետևելով է այն ալ անշուշտ գիտենք պատմության մեջ թե ինչ մեծ հեղաշրջում կատարեց եւ մինչեւ այսօր իր հիմնած միապանությունը հազարավորներով ամբողջ աշխարհի մեջ ինչ հոգիով եւ ինչ ձևով նաեւ գշարունակեն այդ հոգեվոր ծառայությունը Հիմա քալիք օրերուն պետք է 4-ն 6 օրվան ընթացքին պետք է թաղման գարկը կատարվի Սրբազան քահանայապետին 9 օր սուքի հանգրվանը գտեվե անգե յետ արդեն գանցնին նոր ընդրության 15-ն 20 օրվա ընթացքին պետք է կոնկլավ
կոնկլավը միան բարձրապես որովհետեւ մեր ագենտիրներ եւ ունգենտիրներն ալ հասկանան թե ինչ է կոնկլավ է այդ բառեն ինքը կում կլավ է իդալենով կոնկլավ է այսին պանալիով կնշանակի թե հայերեն բառացի տակմենք որովհետեւ գիտեք որ գմտնեն սիստինյան մադուրը այո իրենց վրա տուրը գգրբեն եւ իրենք ամբողջապես գանչադվին դուրսի աշխարհեն այսինքն ոչ հերախոս կլա ոչ մեկ միջոց կլա իրենց հետ բացարձակապես ամեն ինչ նույնիսկ ներսի կամերաներ եւ այլն բոլորը երեք կգարտայի հadoop մի քանի գայքի վաստուկելու համար այս դերեկությունները բավական վիդեոներ այո երեք ինչպես եթե արավոտ տեսակ Վատիկան Նյուզի գայքի վրատեն փագեցին տուրը բալադը դեռ չէ օգտագործված բայց պրոտոկոլը այդպես կբահանջի գարմի մոմով գնքեցին եւ երեք անգամ անունը գուտան այո երբ որ գմահանա ուրեմն կամերլենգոն այսին երիցակույնը գմոդենա երեք անգամ գգանչե եթե ինքը չի պատասխաներ նշանակե ինքը վախճանած է եւ գահայդարեն այդ վախճանումը մադանին քանթելը խորհրդանշե իր ժամանակաշրջանի ավարտը չէ ուղղակի գքանթեն մադանին այո ոչ մեկի չի գնար օգտագործել այո նայեք թե ինքը եկեղեցական իշխանություն է եւ իր մեջ շատ իմաստներ կփոխանցի բայց նույնադեն կան քաղաքական իշխանության նշանները որովհետեւ ի վերջո ինքը որպես նախագահ է Վատիկանի անգախ pedagogian այո այս երկու իրականությունները համադերված են եւ անոր համար էլ կտեսնենք թե ինչպես ամբողջ աշխարհը գեհդակերտվի ի վերջո գաթողիկ եկեղեցու գլուխն է ամբողջ աշխարհի մեջ ոչ թե միան հերոմի մեջ կամ իդալիո մեջ կամ ասենք Եվրոպայի բացմությունը մշակույթը եւ այդ ժառանգը որ գա բնականաբար հետաքրքրություն գարտնցնե բոլոր մարդոց մեջ հետևելու եւ տեսնելու գիտեք նաեւ դարբեր ուղղություններ միշտ կլան եկեղեցու մեջ մեկը շատ բահբանորական է մեկը շատ առաջընթաց է եւ այլն այս բոլոր ուղղություններում մեջ նաեւ ճագերդիալ մերցում մերցակցությունը գսկսի թե այսօր եկեղեցին ինչ ուղղություն պիտի առնի եւ այս անոր համար որ երբ բանալիով գկոցեն ներսը գմտնեն բնականաբար այդ ընդրությունը պիտի անե եկեղեցին որպես տեսնե թե այսօրվա աշխարհի մեջ եկեղեցին տեպի ուր պիտի երթա անոր համար մենք պետք է նաեւ կոչ մնե բոլորիս համար աղոթելու այս դիդավորության համար մենք իսկապես պետք է աղոթենք նամանավանդ հոգեվորականներս եւ նաեւ մեր հավատացյալները աշխարհիկ մարդիկ այս դիդավորության համար որովհետեւ լավակույնը որ կարողանա այսօր ղեկավարել եւ այսօրվա համաշխարհային ղեկավարներուն հետ նստի եւ աշխատի այդ անձը այդ կարդինալը ընդդվի իշա նաեւ մարդկության որովհետեւ բաբը բادرազմներ պիտի չի հեչագի խաղաղության ցայնը պիտի ելա շուշտ եւ ինքը պիտի խոսի ժողովուրդներուն հետ եւ ղեկավարներուն հետ որ խաղաղություն ելա գիտեք գիրագի օրբի այդ օրբի խոսքի մեջ նաեւ հիշեց Հայաստանի համար անդրադարձավ Գովգասի անդրադարձավ Լիբանանի եւ Ղազայի համար այսին այդ ցայնն է որ ինքը միշտ պիտի բարձրացնի նույնիսկ եթե քաղաքականությունը համաշխարհային հագարակ ընթացքի մեջ է ինքը պիտի լա հոսանքին հագարակ ընթացող այդ քաչարի հովիվը մեծ հովիվը ասպարական շատ լավ անստինք մեր նույնին հայոց ցեղասպանության 100 տասնամյակն է կերապայծար եւ մենք այսօր այս օրերուն արդեն գանտրատարնանք քիչ առաջ խոսեցանք միջկուսակցական ուրեմն մարմինի գազմակերպած ասպարակային մեծ նախաձեռնության որ նահատակած հրաբարակին վրա տեղի պիտի ունենա վաղը երեկոյան բայց այսօր երբ որ խոսենք հայոց ցեղասպանության մասին արդեն 110 տարիներ անցած են ինչ է ցեզի համար կարևորությունը ամեն տարի նշելուն տասական ցևով ոչ տասական ցևով ինչպիսի ցևով ալլա լիբանան թե լիբանանյան դուրս այս ամիսը յուրահատուկ ամիս է մեզի համար այո սուքի ամիս էր հիմա վերապրումի ամիս կգոչենք ցեզի համար ինչպիսի նշանակություն ունի Like ոգեգոչումը արդեն միշտ գոչել է գնարեք ոգեգոչումը միշտ գոչել է ոգին մենք պիտի գոչենք կնշանակի թե մենք պետք է բարդավոր ենք եւ այդ բարդականությունը ունենք գենտանի բահելու այս ոգեգոչումը թեև շփախտապար կնշմարում թե բավական մեր նոր սերունդի մեջ այսպես գարձեք մանավանդ արցախյան պատերազմեն յետք կդեսնեմ որոշ հիաստապությունը մեր ժողովուրդը ընդհանրապես գավի եւ հետքերը շատ զգալի են մեր ժողովրդին դեմքերուն արդահայտությունների մեջ վերապերմունքին մեջ
սկալի է որ մենք այսօր որոշ այսպես հուսահատություն մգավենք, բայց անիգա մենք պետք է որ շրջանցենք եւ պետք է որ հաղթահարենք, որովհետեւ դad մնե որ չի մերնի մինչեւ այն ադեմ որ բանջադիրողը գա, քանի որ մենք դագավին կիդագից ենք այս բանջադիրության, ուրեմն մեր դadը դագավին գա այսօր քաղաքականությունները կփոխվին, կգնանք թեմ կամ գոմ ըլալ, բայց այս բոլոր իրականության մեջ ազգային մագարտակի վրա մենք չենք գնալ մեր զենքերը վարդնել։ Եվ մեր բարդականությունն է առավել եւս գենտանի տարածքներ կամ ավելի քաչալերել նոր սերունդներ, որովհետեւ ինչքան որ բացմության թվականներով գեհրանանք, կսկանք որ որոշ բաղությունը նաեւ գնա աստել։ Մանավանդ կաղուտներում մեջ ու դժվարություններ կան ցանկի այսօր Լիբանանի կաղուտը մեծ դժվարություններ գտիմակրավի բայց ամեն տեսակի այս ժողովուրդը ինչի պիտի հասնի ամենօրյա գարիքներում պիտի հասնի երեխան մեծնելու պիտի հասնի համալսարան ղրկելու պիտի հասնի դրամ ապահովելու եւ կամ պիտի ցեղասպանության իրավունքները ինչ են հայտարարի ուղղվածությունը ինչ է այսօր մեր ժողովրդին համար դժվար է այս բոլորը կարողանալ շրջանցել բայց քայլ եթե կարողանանք մեր ուժերը գերգին անգամ համախմբել ես կգարձեմ որ որոշ թրագան հարաճ խաղացք նաև մենք կրնանք ունենալ եւ նաև ջնշիչ հարաճ խաղացք ունենալ մեր որոշումը կամ մեր ցան դառնա որոշ չափով առավել ջնշող այսինքն լսելի դառնա ոչ թե միայն մեր կառույցի մեջ այլ նաև մեր քաղաքին համայն աշխարհին ուրեմն առաջին կարևոր գեդերը մեկն է որ մենք այսօր վանացայինի մեջ մենք կխոսենք կպարզացայինենք կտադաբարդենք եւ այլ կմնանք հայերեն լեզվի սահմանի մեջ ինչ որ կարևորակույնը եւ առաջինն է բայց անդին եթե ես պիտի ստիպեմ ինչ որ բան Բեք չէ ավելի հարաճ քայլ մընեմ մանավանդ այսօրվա սերունդը որ առաջվա բարդություններ են բավական դուրս եկած է արաբական շրջանակի մեջ ինքը ավելի ընդելացած է եւ ամբողջությամբ փոխվեցավ աշխարհը հաղորդամիջոցներով վրա օրինակ երբեմն ես կլսեմ քննադատություն թե ինչու հաղորդամիջոցներով վրա հայադար չենք գրել չէ երբեմն այո գսեմ երբեմն ասեմ ոչ Ոչ հայերեն գրենք լատինադար։ Այո, հասկացա։ Հայերենը գրենք։ Հայերենը գրես, բայց մյուսն արգարը։ Պիտի անգլերեն թարգմանությունը տնենք, արաբերենը պիտի տնենք, մարդուց պիտի ասենք նայեք մենք այնպես չէ որ չեզոքացած կաղուտ մնենք կամ չեզոքացած հասարակություն ունենք մենք մեզի առանց միան հայերենով կարևորակույնն է։ Չեմ հաստատ ադիգա բայց եթե ջնշիչ պիտի տա պիտի ջնշեմ պիտի աստետիկ պիտի տառնա իմ գարձիկս ուրեմն ես Կաղուտեն դուրս նաև հասարակության մեջ նաև խոսք պիտի ունենամ։ Մենք կարծեմ թե այդ քաղաքականությունը պետք է ավելի քիչ մփորձենք շեշտել, որովհետեւ կարողանանք արդյունքները սկսել քաղելու։ Այսօր Պարկասո հայ երեսփոխանները շատ լավ արաբերենով օրինակի համար հանդես կգան։ Ինչ որ մեծ լավ եւ թրագան նշանակություն ունի, որովհետեւ մենք Լիբանանի քաղաքացի ենք, Լիբանանցի ենք 100%-ով եւ այս երկրին համար նաեւ արյուն տապած ենք։ Նաեւ բادرազմի ժամանակ վնասներ գրած ենք, մինչեւ օրեսալ նաեւ հարվածներ ստացած ենք, չէ՞։ Հետեւաբար մենք այստեղ ավելի խոսք պետք է ունենանք, պետք է բարդացվենք քիչ մնայև։ Գգարձեք որ դարվան ընթացքին այսինքն միան մեկ օրը բավարար է նշելու թե այս ինչու համար գգարձեք որ միան ապրիլ ամիսն է որ գգետրոնալանք խորքի մեջ մեր Արորիա ցանկի մեջ պետք է լա, որովհետև քիչ առաջ գսեինք արդեն մեր ներգայությունը աստեղ ինքնին փաստ է որ ցեղասպանությունը տեղի ունեցած է, բայց այսօր քիչ առաջ ցերսածին պես մեր Արորիա հոգերում մեջ, մեր Արորիա դարաբանքներում մեջ, ասենք բոլորը քացած են, կամ գմեղմանան, գթեթևնան, չեք կարծե որ երիտասարդության այսօր ավելի այսպես ուժը պիտի դանք որ միայն իր Արորիա ցանկի մեջ չէ, կամ ինքը հասկանա որ այսին միան ապրիլ ամսուն չէ, իր Արորիա ցանկի մեջ ինքը իր ցանկը բայկար է ամբողջությամբ իբրև հայ։ Անորամար կան տասնյակական որոշ մարտահրավերներ, որոնք մենք պետք է դիմակայենք եւ պետք է աշխատենք անոնց ուղղությամբ, որովհետեւ հայոց ցեղասպանությունը ավելի 24-ին չէ,
Ավելի 24 խորհրդանշական այդ թվականն է, Օրմն է, այո։ Օրմն է, այդ ամբողջ օրերը մեկն է, այո։ որն ընթացքին այդ կամ այդ գիշեր 23-ին գիշեր մտավորականները հավաքեցին եւ այլն։ Անոր համար խորհրդանշականը 24-ը տևված է, բայց այսինքն ամբողջ ցեղասպանությունը մենք գտաստիարակենք ավելի 24 օրվա մեջ։ Եվ ինչ որ եթե պատմությունը թղթադենք, թերթադենք եւ գգարտանք, ուսումնասիրենք, կտեսնենք, որ մենք նաեւ ավելի հանցավոր ենք հանցավոր գտնվենք նոր սերունդին հանդեպ, երբ որ մենք ճիշտ ծևով պատմությունը այդպես չենք ներկայացնել։ Ավելի 24-ի կամ 23-ի գիշեր միան լոզունգներ հարաճացնելով մենք չենք գնալ դատ մշահիլ։ Դատ շահիլը քաղաքականություն է այսօր։ Եվ այդ քաղաքականության մեջ մենք զորավոր պետք է լանք։ Եվ նոր սերունդն պետք է մղել այսօր օրինակի համար քանի հայ երդասարդ ունենք, ներ ճագերդի մեջ ասեմ, որ քաղաքականություն գուսանին կամ ընդհանուր հարաբերություն համաշխարհային հարաբերություններ քանի հայ երդասարդ մենք պատրաստած ենք գաղութի մեջ վերջին 20-25 կամ 30 տարիներ ընթացքին որովհետեւ կարողանան մեծ տեսփանադուներում մեջ մեծ պաշտոններ ստանցնել քաղաքականացած միտքը կարևոր է չէ երիտասարդ ամենակարևորն է եկեղեցին գսե հարաճ կերտա գոքեգոչե բայց վերջավորության գործնագանը քաղաքականությունն է Հետևաբար պետք է այս երկու թևերը միշտ միասին ընտանան եւ երբ որ գտեսնենք այսօր նաեւ հայկական ընդհանուր քաղաքականության մեջ կամ իրականության մեջ դժբախտաբար որ երբ որ եկեղեցին եւ քաղաքական թևերը բավական իրար մեկ անջատվին կամ գեհերանան այնտեղ նաեւ մեծ խոր ասենք վերք բացմը ստեղծվի մեր ժողովրդին մեր հավաքական կյանքի մեջ եւ ասիկա մեզի համար ցավ կբաճարի ինչու որովհետեւ մենք այնպես շատ մեծ ասկ ենք Կան 12 միլիոն ենք ամբողջ աշխարհի վրա 10 միլիոն ենք 11 միլիոնով մենք այսօր բայկար ունենք քանի միլիոնի դեմ հո չենք ուզեր թիվը ասել չենք ուզեր ընդունել որովհետև միան թիվը չէ նաև որակն է հետևաբար 12 կամ 10-11 միլիոնը պետք է հավաքական արմոր միացած լան եւ կգարձեմ որ այդ միացումը դժբախտաբար մեզի շատ անգամ կբացի Հայրամյակի ժամանակներուն էր դակավին ես նոր վարտաբեդեգի իշեմ ինչպես նաև Լիբանանի մեջ բավական ցերնարկներ եւ այլն ամեն բան միասին ընթացավ մեկս մյուսի մոտ ցին ցեղասպա ավյունը ի վերջո ժողովուրդը գմիացնի հետեւաբար այսօր չենք ուզեր դեսնել այդ վտանգը որ գաղութի մեջ լան գերգին բացթողումներ կամ ասենք հերավորություն։ Պիտի շարունակենք այդ նույն ոգիով, որովհետեւ մենք կարողանանք դեր հասնել։ Շատ գործ ունենք տակավին քերապայծար չէ, դա շատ գործ ունենք տանենք։ Եվ դարբեր մագարտակներով։ Դարբեր մագարտակներով վրա ճիշտ է այո։ Լա տաստիարակչական, լա քաղաքական, լա աբակայի դեսլագան պետք է լա որոշուչ մենք համախմբված լանք։ Ամեն մեկը իր ճանապարհով, ամեն մեկը իր եկեղեցիով, իր գուսակցությամբ, իր միությամբ, այսինքն կարևոր որ դեսլագան լա ուղղությունը լա որ ճիշտ ծևով մենք բոլորս պետք է ընտանանք այդ ուղղությամբ։ Եվ միանանք, այսօր համախմբված լալը շատ կարևոր երևույթ է։ Հայաստան-Արցախը սպիրտմանը մոտ վերջին պատերազմեն յետք այդ որոշ այդ սկացումները որ միջև օրս սկաբրինք կգարձեմ որ եթե երկու բան քիչ առաջ ընկերագոպը գսեր որ երկու բան կմիացնեմ ես Արցախն ու հայոց ցեղասպանությունը չէ ավասիկ այսօր մեզի համար նույնն է նույնքան կարևորություն ունի որքանով կգարձեք որ այսօր գրնա միացնել մեզի ցեղասպանությունը իբրև ժողովուրդ կխոսենք Հայաստան-Արցախ սպիրկև ձեր գարձիկով ինչպիսի աշխատանք կարելի է տանել ադիգա հավելյալ ուժ տալու այդ երևույթին։ Նայեք, ինչպես անդրադարձա միշտ պետք է աշխատել աբակայի դեսլագանի հիման վրա։ Եվ այդ դեսլագանը չի գտնա միան ցերնարկ գազմագերբելով էլա ցերնարկը իր դերը Կարոշչական բաժինն է, որ նաև որոշ սկացումներ գարցնցնե եւ գբահե մեր սրդի մեջ մեր հոգի մեր ցանկի ամենօրյա ցանկի մեջ նաև մանավանդ լսելը, բայց անոր գողքին մենք ավելի պետք է խորը երտանք, պետք է համաշխարհային հարթակներով վրա մենք պետք է ցայն պայքարենք։ Մենք չենք գնա միան լրած մնալ մեր քաղաքի մեջ, մեր շրջանի մեջը, թրոշակ պաշտպանել եւ հետո դուն երթալ։ Անգե ավելի դուրս նաեւ մենք պետք է ավելի ընդհանրացնենք, ինչու հայտարարի մարմինը գներ գազմագերբեր, լա Եվրոպայի մեջ, լա Ամերիկայի մեջ, բայց պիտի չի հանդարտի։ Այսինքն ալիքը չի գնա մեղմանալ։ Եթե գմեղմանա կնշանակեմ թե մենք կնահանջենք։ Պատերազմ եկավ, գլուխնից չարտվեցավ, զոհեր դվինք, հող գործընծուցինք, ամեն ինչ եղավ։
Նաև բայց որովհետև քաղաքականության մեջ ալ գտնալ պետք եղած չափով մենք ուժ չունեինք Գամ դեր հասած էինք որ ժամանակ եկավ նահանջել չմոռնանք որ մենք միան մենք չենք որ գբայկայինք անոր մեջ նաև գա համաշխարհայինը եւ համաշխարհայնացումը այսօր եթե մեծ բեդությունները ինչ որ բան որոշած են մենք ինչքանալ փորձենք զենք գնել կամ բادرազմ անել վերջավորության դժբախտաբար իրականությունները անոր համընթեր մենք պետք է գտնենք այդ ճանապարհները մեր իրավունքները պաշտպանելու Այս է ջայբիգությունը կամ այս է իմաստությունը որ պետք է քաղաքական իմաստությունը որ պետք է փորձենք ունենանք եւ փոխանցենք այո նոր սերունդին շատ այս արմով քարոշչական եւ նաեւ աշխատանքը համաշխարհային հարթակների վրա շատ կարեւոր է ցայն պաշտասեր դասախոսությունը դարբեր լեզուներով մասնակիցներով մեծ ասենք հարթակների վրա նաեւ ներկայությունը լավ այո անպայման Պիտի անդրադառնանք հայոց ցեղասպանության ընթացքին նահատակված սուրբերուն, որոնք հիմա սուրբեր են մեզի համար եւ օգտվելով ձեր ներկայությունն անպայման խոսենք Ինքնադիոս Մալոյանի մասին։ Հիմա ճիշտ է մեր ունգընտիրները, ագընտիրները հավանաբար տարբեր արիտներով ծանոթացած են, բայց այսպես ամփոփ կերպով մեզի ինչ կրնակցել ով է Ինքնադիոս Մալոյանը եւ սրբացման իր աշխատանքը ուր հասած է եւ ինչու համար այս օրերուն ավելիով գործենք ծանոթացնել Ինքնադիոս Մալոյանը ոչ միայն նույն բացությունն է մեզի պիտի չծանոթացնենք աշխարհին պիտի ծանոթացնենք այս սուրբը չէ այո համեցեք նայեք այս արիտն է որ երբ որ մենք ընդհանրական կամ կաթոլիկ եկեղեցու մաս կգազմենք նաև այս ընդհանրականությունը դարբեր մագարտակներ վրա նաև գավինք երբ որ հավատքով ալ մենք միացած ենք այսինքն ներսն ենք մեջն ենք կարողանանք նաև մեր քարոշչությունը դանել երբեմն գբադահին ակտեր որ իշահ մեզի չեն պետք է գիտնանք անոնց ճիշտ ձևով պատասխանել եւ ճիշտ ընթացքով նաեւ մեր ցայն ավելի բարձրացնել նիկա խտամ պետք է անտիսանա որ երբեմն գիտես երեխան որ չարություն ունի Մեկը դիտտնաս այ որ սկա որ սխալ է Երբեմն մենք եթե տեսնենք թե թիմացին հարվածներ մեզի չեն կար տշնամին գոմեն եւ այլն կսկանք օ մենք գարձենք թե լավ թիրքի վրա ենք հանգարժուզիկ բամը գբադահի եւ իդ գարտնանք որ չէ մենք ինչ կնենք Քնածած չէ տշնամին Անոր համար այս ընդհանրականության մեջ նաեւ մենք պետք է գիտնանք ճիշտ ձևով օգտվել այս այվիթը նաեւ ամբողջ աշխարհին ավելի եւս ծանոթացնելու մեր տադը եւ այս տադը ծանոթացնելու արմով գա հոգեվոր բաժին այս հոգեվոր բաժինը այսօր օրինակ կենտրոնացած է մեզ համար որպես հայ կաթողիկներ Երանելի Ինքնադիոս arczepiskopos Մալոյանի անցին շուրջ բայց որպես հայ անշուշտ բոլորս ալ հայրամիագին ագանադես եղանք սերպատասումը բոլոր այդ նահատակներում որոնք հավատքի համար ինգան եւ իրենց կյանքը դվին չմերժեցին Քրիստոսը եւ մնացին քրիստոնյա մինչեւ իրենց արյուն տապելը հետեւաբար Ինքնադիոս Մալոյանը arczepiskopos Ինքնադիոս Մալոյանը եղած է զմար բادرական գրերի միապանության անդամ Այսինքն եղած է զմարու վարդապետների մեկը Այո Լիբանանցի Ոչ ինքը Մարտինեն եղած է անշուշտ եւ Մարտինի առաջնորդի եղած է եկած է Եգիպտոս ծառայած է եւ ինքը հատկանշական է որ ինքը զմարի մեջ վարդապետ ծերնատրված է Զմարի եկեղեցի մեջը Բաշտոնավարած է որպես փոխտեսուչ յետքի Եգիպտոս գացած է արաքելությամբ անանկստություններ ունեցած է հանգիստի ժամանակ արած է նույնիսկ աշակերտ եղած ադենը գա անշուշտ մեր ժողովուրդը պետք է բոլորը ցանոթ լան այս քիրքին Ուզեք կամերային ցույց տանք տվեք մեկ հատ ցույց տամ կամերային Ասիկա երկրորդ դպակությունն է գա առաջին դպակությունը նաև որ բավական մենք բաժնած ենք բոլոր հասարակության, ինչքան որ հնարավոր է, ամբողջ իր կյանքը կբարփակե եւ ինքը այդ հերոսն կնկատենք մենք առաջին հերոսը, որ իր կյանքը զոհեց ցեղասպանության ժամանակ եւ մերժեց ընդունել իսլամությունը։ Հետևաբար իր տադը սկսած է բավական տարիներ առաջ Հովանես Պետրոս 18-րդ Գասպարյան հոգևոր դիրոջ ժամանակ տադը բացված է Սուրբ Աթոր եւ ուսումնասիրությունները սկսած են իր կյանքին։ Հիմա սուրբ մհրճագելով կաթոլիկ եկեղեցու կան դարբեր հանգրվաններ։ Շատ արագ կուզեմ անդրադառնալ եւ ինքը քիչ մի երկար ընթացք մնա։ Բայց ամփոփ կերպով ունիկ դեր ժամանակ։ Գա
ուրեմն գա առաջին փուլը, որ թեմական փուլն է, երկրորդ փուլը հռոմի մեջ եղած փուլն է, որ մեր յետ գուկա երանացումն յետ գուկա սրբատասումը։ Ուրեմն մինչև հասնել սրբատասման աստիճանին կան դարբեր աստիճաններ, որ եկեղեցին կշնորհի այդ անձին, որովհետեւ հասնի սուրբ հռչակվելու։ Առաջինը Աստուծո ծառան է։ Ինչպես ագանադես եղակ մի քանի ամիսներ առաջ Աղաջանյան կարդինալի մարմնի դեղափոխումը աջիներու դեղափոխումը որ եղավ Լիբանան հրճակված է որպես Աստուծո ծառա այսինքն այս երանացման տադը սկիզբ արած է բացված է իր տադը եւ առաջին աշխատանքները դերի գունենան բավական ունեցած եւ գշարունակվին օրինակի համար ամբողջ իր արխիվը բացված է բոլոր նամակները գարտացված են ամբողջը ամփոփված է վկայություններ հավաքված են ամբողջ աշխարհին ոչ թե միայն մեկ շրջանի Լիբանանեն Հայաստանեն Վրաստանեն Իտալիայեն նամանավանդ ամեն դերեն ուդեր որ դակավին կան մարդիկ վկաներ որոնք կճանչնան այդ անձը գնան դալ այդ վկայությունը հիմա Մալոյանի բարակային բնականաբար այդ վկայությունները գուկան արխիվներ են որոնց մեջ է մենք կամ մեր նախկին պատասխանատուներ որոնք աշխատած են այդ տադի ուղղությամբ հանած են նամակներում մեջ են եւ վկայություններ են անգետ իրեն գդրվի Երանաշնոր դիդրոսը, որոնք անցնի Երանելի լալու համար անշուշտ նախ պիտի ուսումնասիրվին առաքինություններ, հավատքի հանդեպ իր ունեցած կամ ապրած առաքինությունները, եթե ինքը քրիստոնեական առաքինություններ ապրած է կամ ոչ, եթե կան խախտումներ, արդեն տադոն այդտեղ գանքնի չի գնալ շարունակվել, բայց եթե բոլոր վկայությունները ցույց կտան, որ ինքը այդ քրիստոնեական առաքինություններ ապրած է, հետևաբար կշարունակվի գա ուրեմն վկայություններ, քրություններ ուսումնասիրել նահատակություն, որպես Երանելի հրճակվի, նահատակություն եւ կամ ցանկի զոհաբերում, կամ ցանկի նվիրում, ինչ որ նպատակի համար իր ցանկը դված է։ Օրինակ կան Լիբանանի մեջ սուրբ հրճակված կապուշի Պարտաբեդը չէ, Եսուան Մելեքի եւ այլն, իր ցանկը նվիրաբերած է, զոհաբերած է ամբողջ այդ ծառայության իմաստով կամ ուղղությամբ Ետ կգուկա անշուշտ հռոմի այդ փուլը, որ կներկայացվի այս բոլորը Սուրբերու հանձնախումբի ժողովին, այսինքն Սուրբերու տադերու ժողովին։ Այնտեղ գլա պոզիցիոն կնշանակի այդ հադորներ, որոնք եզրափակեն հադորներ, որոնք կրված են այդ տադին մասին եւ ամբողջ դերեկությունները մի քանի հադորներ գլան այդ բոլորը կներկայացվին ժողովին հավաքված կլան բոլոր դվյալները եւ այդ հանձնաժողովը անշուշտ կարդինալների գոմ եւ տեր գլան թեմ եւ տեր գլա բնականաբար գուսումնասիրեն այդ ամբողջ քրությունը ծայր ամբողջ ներկայացված պատմությունը անձը վկայությունները կրնալա իրենք ուրիշ դերեկություններ հավաքած լա կամ իրենց հասած լա որովհետեւ բաց է այդ հանձնախումբին ասենք գործունեությունը եւ մարդիկ կարող են իրենց վկայությունները կամ իրենց քրությունները ուղարկել այնտեղ Ուրեմն ժողովին անդամները բնականաբար եպիսկոպոսներ, ձիրանավորներ, բժիշկներ եւ այլն, եթե հրաշքներ կան դերի ունեցած կամ ոչ։ Եթե դրական է իրենց եզրակացությունը, ուրեմն Երանելի կհրճակվի։ Եթե հրաշք կա Երանելի լալու համար, մեկ հրաշք պետք է լա։ Հիմա արդեն եղած է ինքը։ Երանելի է ինքը 2001-ին հրճակվեցավ Երանելի Հովանես Բողոսպեն Բաբի ժամանակ Սուրբ Հովանես Բողոս երկրորդ քահանայապետի ժամանակ 2001-ին հրճակվեցավ Երանելի 1700 ամյակներ քրիստոնեացման եթե գիշենք լավ եւ այդ ժամանակ նաեւ ներկայացվեցավ տադ հասավ Երանելիացման փուլին հետեւաբար հրճակվեցավ եւ ամբողջ աշխարհը բավականին ցանոթացավ Երանելի Մալոյան եւ իր միջոցով բնականաբար ցանոթացան ամբողջ հայկական ցեղասպանության պատմության որովհետեւ երբ որ գերտանք կսեն ասին չէ սուրբ է կսենք ինչպես սրբացավ չէ սրբավայր մի երտանք կսենք ինչու սուրբ է պատմությունը պիտի պատմեն չէ առաջին բանը որովհետեւ հայոց ցեղասպանության նահատակ էր իր ցանկը դվավ իր ոչխարներուն հետ իր հոդին հետը եւ չընդունեց մերժել Քրիստոսը մնաց իր հավատքին վրա մինչեւ որ Կենտաբեդը զենքով գրագեց այո ճակատին
անաբադի մեջ իր հոդին հետ միասին մոտավոր 423 հոգի էին իրենց գարավանը։ Մարտինեն քիչ մտուրս ելած շրջանի մեջը այնտեղ ինքը նահատակվեցավ դժբախտաբար մենք աջուններ չունենք չգա ոչ մեկ դեր մենք ունենք ուրեմն վանքի մեջ այսօր կարողացած ենք ունենալ երանացման ժամանակին երկու շուրջար բادرակի սկեստ որ ինք վստահաբար օգտագործած է Մարտինի առաջնորդարանեն ունենք ծերած խաչը եւ ունենք բادرակի սգիը Կես ինքն կարաժեկավոր չէ չնայած այսինքն բայց որպես մարմինի աջուն չունենք որտեւ անաբադի մեջ ինչու՞ չէ եթե հրաշք մբադահի ես միշտ այդ ակնկալությունին որ մգնալալ որ ինչ-որ մի բանը դուրս կա հայտնվի ես միշտ այդ հավատք ունիմ բայց պետք է սպասել ճիշտ ժամանակին որ Աստված հարմար դեսնե որպես ադիգա գդարվի Իսկ պատասխան իմաստով ուր կհասնի միջև երբ պետք է որ Ինքնադիոս Մալոյանը սուրբ հրճակվի Ինքնադիոս Մալոյանը սուրբ է Արդեն բայց դակավին Բաշտոնաբեդ որ երանելի է արդեն սուրբ է Չէ ոչ որովհետև Սրբազան քահանայապետը մահեն առաջ մի քանի շաբաթներ առաջ ստորակվեց այդ հրամանակիրը Եվ ստորակվեց երբ որ պոզիցիոն գդարվեցավ եւ ամեն ֆայլը ներկայացվեցավ եւ դեսան այդ սրբության նշանները իրանցի մեջը հետեւաբար քահանայապետը որպես կա պարտիկուլյասին հadoop բարակա մնա նաեւ չսպասելով երկրորդ հրաշքին Թեև վկայություններ ունենք կգնանք մենք վերադառնալ արխիվ եւ այս նաեւ վերջին 20 տարիներու ընթացքին բավական արձանագրություններ ունենք որ զմարի մեջ մարդիկ եկած են իրենց վկայությունները գրած են այդ ոսկեմադյանի մեջը Քահանայապետը որպես նահատակ արյուն թափած է եւ նաեւ այդ հրաշքն ալբադահած է իր հետ անաբադի մեջ երբ թուրք զինվորները գվգային եւ քիրքի մեջ ալկրված է թե ինչպես վերջի որպես խնդրանք գուզե իր ժողովրդին հետ հանդիպել գտեսնե իրենց հավաքվին բոլորը գսեն եւ ինքն ամպմգիչն եւ ինք այնտեղ սուբ հաղորդությունը կպաշխե իր ժողովրդին Հետևաբար այսին նշաններ կային իր յանքի սրբության մինչև վերջ կարողացավ դոգալ փանդարգվեցավ լանջվեցավ ճաճարվեցավ հարվածեցին իր մարմինը եւ այլն բավական դանչանքներ անցավ մեր եպիսկոպոսը եւ դարձավ այդ այսօր գտարնա այդ մեծ պատկերը սրբության պատկերը որ ընդհանրական եկեղեցին նաեւ կընտունի չի մեր ընդհանրական եկեղեցին սուրբ է բնականաբար բայց այդ պատկերը գտարնա որ ինք նաեւ կընտունի այս անձը որպես օրինակ որպես մեծ օրինակ եւ կարելի է իր պատկերները եւ իրեն նվիրված տաճարներ կամ ուխտավայրներ գտնել աբակային աշխարհի ամբողջ տարածքին ոչ միայն հայերու մոտ ինչպես հրաշքարած է Այդ անաբադի մեջ երբ որ սուբ հաղորդությունը բաշխեց ադիգա համարվի թուրքերը գվգային թե իրենք չդեսան այդ ամբի մեջ այդ մշուշի մեջ ինքը ինչ կներ այսինքն երբ որ ինքը Քրիստոսի մարմինը բռնեց եւ բաշխեց ժողովրդին իրենց աչքերեն կողազերծվեցավ ադիգա չի ամբի եկած ծածկած է ինքը մինչ այդ հաղորդություն կբաշխե եւ մարդոց գնալը խոստովանանք լսեց չենք գնա մանրամասն գիտնալ թե ինքը հոգեվոր ինչ արակելությունը այդ վերջին բավյան բայց երբ որ հոգեվոր հովիվը իր ժողովրդին հետն է ինչ կնե բնականաբար գկաչալեր է ուժ գուդա իրենց ավելի կհաստատի իրենց հավատքի մեջ ամուր կբահե մինչև վերջին բավյան որ մենք կնահատակվենք Քրիստոսի համար մենք կնահատակվենք մեր հավատքին համար վկայության համար ինչպես որ Հիսուս իր կյանքը տվավ մեզի հետեւաբար այս բոլոր 1.5 միլիոն նահատակներ ինձ համար քիչ մը ցավոտ է ասել 1.5 միլիոն ես կգարձեմ շատ ավելի մեծ թիվ պետք է դանք բայց սիմվոլիկ ծևով գնանք այս միշտ թիվը բահել 1.5 միլիոն նահատակներ բոլորն այդ կաչությունը կարողացան ունենալ շատեր գնալալ չհասկացան շատ երեխաներ չգիտան թե ինչ տեղի կունենա գոր բայց իրենց կյանքը դվին նպատակի համար դվին ասքին բահբանումին դվին հայրենիքի համար դվին իրենց քրիստոնյա լալուն համար վասն հավատով վասն հայրենիած կշարունակվի մինչև այսօր հետեւաբար այս սրբությունը արդեն իսկ ընդունված է սուրբ Աթորի կողմէ 28 մարտին եւ 31 մարտին նամակը հրապարակվեցավ եւ մենք եթե տեսակ Facebook-ի մեր էջին վրա մենք անշուշտ զնգաչոք աղոտ կրինք երանելին
նոր օրյա այս սուրբին խորանին դիմացը եւ գշարունակենք այս աղոթքները վանքի մեջը մեր բոլոր հասարակած աղոթքներն իդ բարեխոսական աղոթք կգան շուշտ սուրբերու նվիրված եւ հadouk նվիրված Մալոյանին անիգա կգադարենք եւ ամեն անգամ ամեն մի քանի շրջան որոշած եմ որ մեկ դիդավորություն խնդրենք հիմա գաղութենք նոր գոչումներով համար կահանայական նոր գոչումներ որովհետեւ իսկապես եկեղեցին նոր հոգեվորականներու գարիք ունի նոր ուժի նաեւ գարիք ունի որ դասարտ ուժի այո որովհետեւ կարողանանք հասնել ամբողջ աշխարհի մեջ մեր արաքելության մեր ժողովուրդը ցիրուցան է մենք պետք է հասնենք ամեն դեղ պետք է հասնենք հյուսիս հարավ արևելք արևմուտք առանց նկատի ունենալու թե երկիրը ինչ է ուր են ինչպես են նույնիսկ մեկ ընտանիքին պետք է երթալ եւ այցելել այս բոլոր ընելու համար կխնդրենք իր բարեխոսություն նաեւ որովհետեւ հասնի եւ նոր գոչումներ կարողանանք ունենալ բոլոր եկեղեցին համար չկա մեր նպատակի մեջ մեր դիդավորության մեջ չկա հadouk մենք մույսը ոչ մենք բոլոր եկեղեցին բոլորս ալ գծարայենք աստուծո նույն աստուծո գծարայենք նույն Քրիստոսին արչեւն է որ գերգերբակենք եւ իր մարմինն է որ գճաշակենք եւ գփաշխենք մարտոց հետեւաբար Մալոյանը անցած է Լիբանանեն անցած է Զմարեն այս հողին վրա ինք կալած է այս հողին վրա ինք աշխատած է եւ այստեղ է որ ինքը կահանայական աստիճանը ընդունած է օծումը ընդունած է զմար մայրավանքի մեջ հետեւաբար հույսով ենք որ շուտով այս հաջորդ հանգրվանը ինչ է հաջորդ հանգրվանը հերճագումն է որ պիտի հերճագվի պաշտոնապես Սուրբ Կաթողիկե եկեղեցվո մեջ մեզի ըսված էր թվական անշուշտ ամենաբադիվ հոգեվոր դեր փոխանցած էր հոկտեմբեր ամսու մեջ է հիմա չենք գնալ ճիշտ թվականս է գտնա որոշ փոփոխության ենթարկվի պիտի սպասենք այս մեկ ամիսը մինչև որ նոր կահանայապետ ունենանք եւ անգետ վերջնականապես կգնանք հաստատել որ փոփոխություն եթե գա գսենք եթե չի գա կհաստատենք թվականը թե հոկտեմբեր ասինչ կիրագին կհերճակվի Երանելին պաշտոնապես Սուրբ Կաթողիկե եկեղեցվո մեջ որուն արչեւ բոլորս կգնանք կանգնել որուն պատկերին դիմաց մենք կգնանք կանգնել եւ բարեխոսություններ խնդրել երկինքեն որ իր միջամտությամբ լան անոնք եւ դարածենք ամբողջ աշխարհի մեջ բոլոր կարևոր է բոլոր սուրբերը սուրբերու ներկայությունը այո մեր կյանքի մեջ շատ կարևոր է այդ իրենց հրած բարեխոսությունները շատ կարևոր են թեև այսօր գլսենք մանավանդ երդասարտներ մարտոց մենք մեր հավատք ունենք սեն ուղագի Աստծո հետ հասկնամ սածին բայց պետք է հավատքի մեջ ավելի խորը երթալ ամենքս այդ հավատք ունենք մենք Աստծո է որ գաղութենք անցին չէ մենք անց չէ որ չենք բաշտեր ոչ այլ մենք այդ անցին ներկայությունն գոկտվինք որովհետեւ կարողանանք մեր տադը կամ մեր խնդրանքը հասցնել Աստծո որովհետեւ գիտեք գսենք այո Աստծո գաղութենք բայց ինչ հոգիով գաղութենք մենք ինչ հոգիով գաղութենք ինչքան մեղքերով լեցուն գաղութենք ինչքան դգար ենք մենք այդ աղոթքները իսկականին բարձրացնելու համար եւ ասիկայը նաեւ մեր հայ ժողովրդին շատ կբացի սեմ ցավոտ սերդով գսեմ որ մենք այս չեմերանտությունները շատ ճունինք կտեսնենք ուրիշ ժողովուրդների մոտ ինչպես այդ մոդեցում գլավ ինչքան հրաշքներ կբադայի մերքով անիգա դագավին շատ սահմանապակ է անորոշ պետք է աշխատենք այս դիդավորության հիման վրա ինչու պիտի երտամ ինչ օրինակ համար հայմը արկել չէ սխալ չէ բայց միամ երտանք արաբ սուրբի ուխտավայրը այցելելու եւ այնտեղ խնդրելու եւ հավատալու որ այնտեղ եթե ես երտամ հրաշք պիտի բադահի կյանքիս մեջ բոլոր սուրբերը այդ հրաշքը գնան գադարել բայց նաեւ մենք մեր սուրբերը ունենք որոնց պետք է բարեպանենք պետք է մեծարենք եւ պետք է իրենց ներկայությունը ամենօրյա դառնա մեր կյանքի մեջ ավինք իրենց ներկայությամբ երտանք զմար երտանք ուրիշ ուխտավայր եւ այլն մեր սուրբերն ալ գխնդրենք եթե մենք չխնդրենք իրենք երկինքի մեջ այդ բարեխոսությունը պիտի չկատարեն եթե մենք իրենց չտիմենք իրենց հետ չխոսենք գապ պիտի ստեղծենք ուղագի այդ գաբը պիտի ստեղծենք չէ մեր անտական գաբը պիտի ստեղծենք որ կարողանանք շնորհքներ ընդունել երկինքեն ասիկա Երանելի Ինքնադիոս Մալոյանի արմով որ շուտով սուրբ կհերճակվի Աստծո գամքով եւ գտարնա նաեւ ընդհանրական եկեղեցվո սուրբերու գտասվի ընդհանրական եկեղեցվո սուրբերու շարքին հետաքրքրական է որ երբ որ գիտեք պաշտոնս մեկ ամիս է եւ ստանցնած եմ առաջին շաբաթն էր արդեն երբ որ երկրորդ շաբաթն էր նոր որ եկած էի Լիբանան վերադարձած էի վերջնականապես ընդդուտենն իդ ուրեմն մեծավորության կամ փոխանորդության email-ը ստանցնեցի եւ
լուրը ելավ Սուրբ Աթորեն Վադիկանեն թե Մալոյանը Սուրբ է արդեն բաբը ընդունած է եւ ստորագրած է սրբատասումը հանգար տեսա email-ի մեջ սպաներենով ինձ email եկած է եւ գխնդրեն արդեն Մալոյանի մասունքեն արդեն օրինակ նայեցեք թե ընդհանրականությունը ինչ կարևոր է մեր կյանքի մեջ որ մենք պետք է արվենք թեև դեռ չի պատասխանեցի բայց պետք եղած պատասխանը պիտի դամ եւ պետք է փորձել այս ամբողջ աշխարհի հասարակության մեջ մտնել այսինքն սպանացին եթե գուզե եթե պորտուգալացին գուզե ես պիտի դանիմ ես պիտի երթամ այնտեղ ներկայացում ասեմ պիտի թարգմանեմ իր կյանքը որտեվ եթե իմ ժողովուրդս միան պիտի չաղոթե ուրիշ ժողովուրդներ կա որ կուզեն աղոթել հետեւաբար ոչ մնե որ մենք առաջադար պետք է լանք լա հավատքի մեջ լա մեր ասկային կյանքի մեջ մենք լավաբես գիտենք որ օդարին ծանոթացնենք այո անոր համար գիտեք մեզի գսեին նաև շատ անգամ որ երբ որ ուրիշ գրոնքի պատասխանատուի կամ անձի հետ պիտի նստիկ բանավեճի նախ Թունքը գրոնքը լավ պիտի գիտնաս որովհետև գրնա ինքը շատ լավ զարգացած է լավ եւ քեզ մե լավ գրնա գիտնալ անշուշտ եւ գարողանա գիտնալ դգար գողմեր եւ գրնա քեզի խոչընդոտ մանտիսանը չգարողանաս մեջ են դուրս գալ հետեւաբար այս այդպիսի բարակամն է որ մենք պետք է Մալոյանին մասին լավ ճանաչենք լավ աղոթենք իննովյան աղոթենք բարեխոսական աղոթենք շնորհքներ խնդրենք Երբեմն փոքր բաներ կբադահի մեր կյանքի մեջ Աստված է որ մեզ գուտա բայց մենք չենք անդրադառնալ պետք է այդ բացվածությունը ունենանք Աստծո հանդեպ եւ նաեւ շնորհակալ ենք փոքր երբեմն դեր մխջողոմի գախվինք բարիս խոսակցական լեզվոսելով որովհետեւ ավելի արժև ճանապարհին վտար մճունենանք ակսիդան մճունենանք մենք չենք գիտնա բայց Աստված գիտե ինչպես դասավոր է մեր ընթացքը Աստված սխալ բան չներ չէ միշտ այդպես ասենք անշուշտ ինքն է որ ճիշտն է լավ Դժտակույնն է։ Երբեք չի գնա սխալվի, որովհետև ինքը Աստված է եւ ինքն է որ մեզի այս կյանքը ներշնչած է։ Այսիգա Մալոյանի մասին այն անձեր, որոնք կուզեն ավելի դերեկություններ իմանալ, բնականաբար մենք պիտի հայտարարենք վստահ լիբանի մեջ մեծ հանդիսությունը պիտի կազմակերպվի եւ չենք գնա բավարարվել միայն հանդիսությամբ։ Այսօր եթե հանդիսություն պիտի ենեմ եւ յետքը մարդիկ դում պիտի երթան, ես այդ գումարը ուրիշ ծևով ալ գնամ ծախսել։ Դում պիտի երթան եւ ոչինչ չի փոխվի մեր կյանքի մեջ։ Մենք կուզենք որ մեր գաղութի մեջ հոգեվոր կյանքը զարգանա։ Բոլորս միասին, առանց դարբերություններ կամ խոչընդոտներ տնելու, որովհետեւ ասի հավատք է։ Սա հավատք է, ինձի հետ իմ անձիս հետ չի գապված։ Հիմա ամենակարևոր բանն է մեր առօրյա այս դժվար կյանքի մեջ ամեն բան, այսպես ամեն բանի հուսահատած կլաս, եթե գսես որ միան Աստծո մեջ չէ, ասե միան Աստված ունիմ, երբեմն այդ վիճակը գուկա, չէ։ Լավ որ թունգաս կամ լավ որ այդ հավատքը գա, եթե ատալ գործընծնենք ամեն ինչ անիմաստ կդառնա մեր կյանքի մեջ, կանցնի։ Արդեն հուսահատեր ենք ընդհանուր, այսպես երևույթներ են։ Եթե անգել պիտի հուսահատին կվերջանա մեր գոյությունը անիմաստ կդառնա այլևս։ Անոր համար զորացնենք մեր հավատքը, այս նշաններուն հետևենք, ասենք միջոցներ են եւ շնորհքներ են, որ Աստված կուտագործենք, Աստված մեզի բամը չներ։ Միան կսպասենք, որ Աստված մեզի տրամ դա։ Աստված մեզի տրամ պիտի չի դա, այդպես երկինքեն պիտի չի դեղա։ Երբեմն Ամերիկա որ գխոսիմ գիտես չէ, գսեմ այդ որ մեզի ժամանակին գսեին Ամերիկա կացողներ դոլար կհավաքեն կդակ կամ դակավին չի կդակ։ Գսեն ինձի եկու եւ դես, չէ, Հիսուս գսե աշակերտին եկու եւ դես, թե ուր գքնանամ կամ ուր գավիմ։ Այսպես որ աշխարհը չէ որ մեզի Աստված չէ որ երկինքեն մեզ այդպես ինչ որ բան պիտի դեղացնի Աստված մեզ շնորհքներ կուտա մենք այդ շնորհքներն պիտի օգտվենք մեր կյանքը զարգացնելու եւ բարգավաճելու համար Սակավ բարի եկածեք անգամ եւս հաջողություն եւ Աստված ձեր ուժը ավելցնե եւ հաջողություն կմաղթենք ձեզի վերջին խոսք մեր ունգընտիրներուն եւ ագանցիներուն այս ավիլյան մտնոլորտի մեջ որ հիմա գաբրինք եւ այս երկու օրը հատկապես որ կմասնակցենք դարբեր հանդիսություններ կամ ասենք ոգեգոճումի եւ բادرակներու աղոթքի հանդիպումներու հսկումի արարողության անշուշտ փորձենք ավել մեր իսկական պատկանելիությունը որովհետեւ մենք սկանք որ իսկապես մենք հայ ենք եւ ժառանգորդներ ենք այդ բոլոր դադիկներուն մամիկներուն որոնք երեխաներուն նոր հարսերուն որոնք իսկապես իրենց կյանքը դվին ինչպես կտեսնենք նաեւ նկարներու մեջ միան նկարներ տեսնելով չէ որ պիտի հուզվինք մենք պիտի ապվինք այս իրականությունը այո հուզվինք լանք բամը պիտի չփոխվի այսքան դարիներ եղավ ոչ մեկ բան փոխեց մենք բանջարությունն է որ պիտի զորացնենք բանջարները եւ նոր սերունդները
այդ ոգիով պիտի դաստիարակենք, չհեռանանք մեր արմատներեն։ Քիչ արև ինձի բամը սիրսի լիպանամ վերադարձ դեպի արմատ։ Իրականությունն է, մենք արաքյալ ենք ճիշտ է ամբողջ աշխարհի մեջ, բայց ուր ալի երթանք այդ արմատը մեր հայկականությունը ինչ որ դերմը մեզի կգաբե։ Ասի պիտի չի գործենք։ Պիտի չի գործենք ասի գա մեր քաղուտի մեջ, մեր հավաքական կյանքի մեջը փորձենք լալ ավելի միապան։ Այո։ Բոլորս։ Որովհետև խոսիլը թույն է, լեզուն ոսկորչունի, բայց գործելը ավելի դժվար է։ Հասկանանք իսկական զոհողության իմաստը, որ մեր նախնիները ապրեցան եւ այդ վկայությունը տվին։ Մենք փորձենք մեկս մյուսին համար բզդիկ դոգոսը զոհվենք, շատ բան կփոխվի մեր հավաքական կյանքին մեջ։ Այն ժամանակ մենք կհասկանանք, թե Աստված մեզի ինչ է տված է եւ գանտրատարնանք, որ ինչ որ գործընթացինք Աստծո պատճառով չէ, եկեղեցին պատճառով չէ, քաղաքական այսինչ կամ այնինչ իշխանության պատճառով չէ միայն, այլ նաև մեզ մի յուրաքանչյուրս, որովհետև իր բարդականությունը պետք եղած կերպով իր պատասխանատվություն չշալգեց պետք եղած չափով։ Ամենքս բաժին ունենք մեր ցախողությունների մեջ, եւ մեր հաջողությունների մեջ։ Տեսնենք ինչ են դգար գեդերը, անցնենք դեպի հաղթական երթ։ Շնորհակալություն։ Հարգելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, մեր զրուցակիցներ կաթողիկե հայոց զմարու բادرիարքական գղերի միապանության բادرիարքական փոխանորդ եւ զմարու վանքի մեծավոր Կերապայծար Մաշտոց թակատիր ծայրակույն վարդապետ Զահտերյան։ Շնորհակալություն։ Բարի եկացեք։ Վստահ որ մեր վերջին դակավի շատ հանդիպումներ պիտի ունենանք եւ ինչի ոչ մենք ալ այցելենք զմարու վանք։ Հաջողություն ցեզի եւ բարի եկացեք։ Շնորհակալություն, բարի օր ցեզի։ Եվ սենը շնորհակալություն ցանի աղորդավար Հակոբին ցեզի հետեր հուրին մնացեք վանացանի ունեցիր մեկ բաղ առավոտյան ժամը 7:30 դարձած եզի հետ կլան ցնեսություն Ils sont tombés sans savoir